Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Եվ Եհովա Աստծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակ պարտեզում ման էր գալիս։ Ծննդոց 3:8։ Ով իմ անձը, հիմա որ արդեն օրվա հով ժամանակն է, առանձնացիր մի որոշ ժամանակով և լսիր Աստծո ձայնը։ Նա միշտ պատրաստ է խոսել քեզ հետ, երբ դու պատրաստ ես լսել նրան։ Եթե հաղորդակցության մեջ որևէ հապաղում կա, ապա դա նրա կողմից չէ, այլ ամբողջովին քո կողմից, քանի որ նա կանգնած է դռան առաջ և թակում է։ Եվ եթե նրա ժողովուրդը լսի ձայնը և բացի, նա ուրախությամբ ներս կմտնի։ Բայց ինչ կարգավիճակում է իմ սիրտը, որն իմ Տիրոջ պարտեզն է։ Արդյոք ես կարող եմ վստահ լինել, որ այն լավ մշակված ու ջրված է և նրան պիտանի պտուղ է տալիս։ Եթե ոչ, ապա նա շատ բան կունենա հանդիմանելու։ Բայց այնուամենայնիվ, ես աղոթում եմ, որ նա գա ինձ մոտ, քանզի ոչինչ չի կարող իմ սիրտն ուղիղ ու շիտակ դարձնել, բացի արդարության արեգակից, որն իր թևերի վրա բժշկություն է բերում։ Արի ուրեմն, ով Տեր, իմ Աստված, իմ անձը ջերմեռանդ կանչում է քեզ և անհամբերությամբ սպասում է քեզ։ Արի ինձ մոտ, ով Հիսուս, իմ սիրեցյալ, և իմ պարտեզում թարմաշունչ ծաղիկներ տնկիր, ինչպիսին իրենց կատարելությամբ ծաղկում են քո անզուգական բնավորության մեջ։ Արի ով իմ Հայր, որ իմ այգու մշակն ես, և գործիր իմ մեջ քո քնքշությամբ և խոհեմությամբ։ Արի ով Սուրբ Հոգի և ցողով ծածկիր իմ ներսի բնությունը, թարմացնելով այն, ինչպես բուսականությունն է թարմանում երեկոյան ցողից։ Օ, թե Աստված խոսեր ինձ հետ։ Խոսիր, Տեր, որովհետև քո ծառան լսում է։ Առաջին Թագավորաց 3:9։ Օ, թե նա քայլեր ինձ հետ։ Ես պատրաստ եմ նրան հանձնելու իմ ամբողջ սիրտն ու միտքը և խնդրելու նրանից միայն այն, ինչ նա կհաճի պարգևել ինձ։ Ես վստահ եմ, որ նա սիրով կհաղորդակցվի ինձ հետ, քանի որ իր Սուրբ Հոգին տվել է ինձ, որ հավիտյան մնա ինձ հետ։ Քաղցր է այն զով մատնաշաղը, երբ թվում է ամեն աստղ երկնքից նայող մի աչք է, իսկ մեղմ քամին երկնային սիրո շունչը։ Հայր իմ, եղբայր իմ, քաղցր մխիթարիչ իմ, խոսիր հիմա քո ողորմածությամբ, որովհետև բացել ես իմ ականջը և ես չհակառակվեցի։ Եսայի 50:5